գեղեցիկ, առաքինի անգերը մարդիկ, որ կարող է բարձրացնել աստիճանը, հա? Ու ընդեղից էլ կսի ներքև։ Լավանի, հա։ Սամո, Սամ, ասամ։ Սամո, միատ շորիկը տորտու էլի, արի։ Եղբայրս ուրեմն եղբայրներ ուներ, որ չկային, ամահացել էին, ես փոքրն էի, ինձ Սամվել էր ասում, ու դրանով էլ մնաց Սամո անունս։ Վատեցի սիրուն նկար դարավ, ես նկարա, կարգի նկար դարավ։ Ես կապուտի տեղը կանաչ եմ դիրում, դերում ես, ասում ես անունդ ինչի դերեն Սամվել։ Սամվել չէ, Սամոյա։ Սամվելն է էլի։ Լեսինգ, խի են անունը ազգանուն դրել։ Այո, Սամվել։ Սամո։ Չգիտես, որ ես եղբորս ասել եմ, ես ուզում եմ մթաչու դառնամ, ինքն էլ գնացել է հետաքրքրվել, ասել են աղջիկներին չեն ընդունում։ Ո՞վ չի ընդունում։ Աղջիկներին չէին ընդունում այդ ժամանակ։ Ինչի դերպես Սամո, ես կայի, չէ արդեն։ Չէ։ Ես չկայի, ափսոս։ Սրանք ծիրանիներ են։ Լեսին Գաղաքարյանն ու Էլմիրա Մաթևոսյանն ապրում են Տավուշի մարզի Բերդ քաղաքում։ Եվ ես կդնեմ ծիրանի գույնը, ծաղիկի գույնը, շատ սիրուն կլինի։ Սրան չեմ վաճառի։ Լեսինգ պապը նկարում է երիտասարդի խանդավառությամբ։ Լավն է, դրանից լավն է։ Ինչ էլ նկարի նա մեկ է։ Երիտասարդության երազներն են պատկերվում կտավին ու մեկ էլ պատմական բերդերով ու հուշարձաններով հարուստ սիրելի քաղաքը Բերդը։ Կարդացել ես 11 կարապների գիրքը։ Արքայազները դարձել են կարապներ։ Ես Թումայանի հեքիաթներն եմ կարդում։ Մենակ են ես կարդացել։ Չէ, ուզում եմ ասեմ, որ Թումայանը կարևորը նա է։ Չէ։ Ստեղ դրախտ է իմիջ այլոց։ Այս սիրուն աշխարհում ինձ հարցնում են, թե հետ ուր ես գնում։ Ասում եմ, երբեք էլ չեմ գնալու։ Ես այս բնությունը, այս մարդիկ, ձեզ թողնեմ ուր գնամ Տեր Աստված։ Ես դրախտարը եկել թողնեմ ուր գնամ։ Ընկերներս չկան, մնացել եմ մի հատ յուրա։ Սա գնացել են, չկան էլ։ Մեր մասին արդեն հեքիաթ են պատմում, որ սրանք այսօր են այսքան երկար ապրում։ Հեքիաթային բան չի, որ մարդը 85 տարի կապել է։ Դա ինչ նշանակում։ Դա շատ է էլի։ Չեմ կարող այդքան ապրել։ Շատ դժվար է։ Ես միշտ էլ ասել եմ 75-ից հետո անիմաստ ապրել է, որովհետև մինչև այդ կարող ես բետոնել անես, շաղել անես, ծառել տնկես, հույս ունենաս, որ այդ ծառի պտուղը գուտես, բայց 80 իմաստ չունի։ 75-ից պետք է գնաս ամեն ինչ թողնես։ Օքսա, ինչ ունես, թողնում ես ու գնում ես։ Չեք պատկերացնել, թե ինչքան դժվարություններ ենք տեսել, բայց հեքիաթը միշտ էլ ավարտվում է բարիով, լավով։ Մենք միշտ էլ բարիով կվերջացնենք մեր կյանքը։ Ինչքան լավ է, որ նստած 85 տարեկան մարդիկ նստած խոսում են իրար հետ։ Դպրոցական տարիներին քրոջ ու եղբոր պես էին։ Միասին դաս էին անում, միասին ճաշում ու խաղում։ Նրանց տետրերում ու հայացքներում միշտ գաղտնի ակնարկներ կային, որոնք միայն իրենք էին հասկանում։ Ուսուցիչները ժպիտով էին հետևում Լեսինգի ու Էլմիրայի ընկերությանը, եւ ում համար պարզ չէր, որ տարիներ անց նրանք իրենց ընկերությունը շարունակելու էին իրենց ընտանիքում։ Ուելի գոհ ես, հա? Գոհ ես։ Գոհ եմ։ Գոհ։ Կյանքը, որը հեքիաթ էր մեզ համար, իծնե իբնե, գոհ ենք մենք։ Մենք գոհ ենք եւ գոհ էլ կգնանք։ Ինչ ես ուզում ինձ անես։ Կոնֆետ էլ չտվիր քո տունը շիվի։ Գեղեցկուհի էր։ Չես հավատում։ Գեղեցկուհի։ Գեղեցիկը ոնց է լինում։ Ծամեր ունեի։ Ծամերս իմ ուսուցչուհին առաջի դասարանի սարքում էր։ Այդտեղ բանջիկներ էի կապում։ Սիրուն բանջիկներ էի կապում։ Ոսկիրը սև էին, մազերը սև։ Ծախսև էր։ Ես շատ եմ շեմ իշում։ Խմբակներում բանում ելույթներ ենք ունեցել։ Ինքը նվագում էր, ես պարում էի, արտասանում էի։ Մեր մոտ ինչ-որ ավելորդ պատմություններ չի եղել, բացի հարազատ ընկերությունից։ Մոտ հարազատ ընկերությունից։
Այն որ ասում են սիրահարվել, միրահարվել, այդպիսի բաներ չի եղել մեր հետ, ընկերություն է եղել, մաքուր, զուտ ընկերություն։ Քույրը բնա խնդրեց, թե մաթեմատիկա պարապի հետը։ Ես սկսեցի մաթեմատիկա պարապել եւ զգացի, որ կարգին աղջիկ կա։ Հետաքրքիր լոգիկա ունել մաթեմատիկայի կողմից եւ ընկերությունը սկսեցինք անել։ Ես տեսքի մասին չեմ հետաքրքրվել։ Ես խելքի մասին եմ հետաքրքրվել։ Ինձ ավելի շատ ուղեղն է հետաքրքրում, թե ինչպիսի լոգիկա ունի։ Համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ ընդունվել, միջուկային ֆիզիկայի բաժին էր տվել։ Մի աչոք պակասի պատճառով ինձ տեղափոխել են համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ։ Ես ընդհանրապես ջահել ժամանակ շատ ինքնամփոփ մարդ էի։ Մեր երեխաները, մանավանդ աղջիկները, բան ասում էին շատ բան էս դմբո ես, քեզ հետ խոսել չի լինում, բայց ես շատ կարդացած էի, շատ։ Գանգուր մազեր ուներ, միրուք ուներ, պարոն լեսինգը, նորմալ, նիհար արձավորություն էր, ինքն լավ հագնվում էր։ Այն ժամանակ նեյլոնի սարուշկաններ էր մոդա, պլամ սարուշկաններ, սպիտակ։ Սպիտակ հագնվում էր և հանկարծ ու հանկարծ գյուղ էր գալիս, ասում էին սպիտակ հուշը եկավ։ Թատրոնում եմ խաղացել, արել եմ։ Մի երկու այդ դեր տանելուց հետո լեզուս բացվեց։ Եվ ես սկսեցի շատ լավ խոսել, որովհետև բառապաշարն ունեց, լեզուս պետք է ֆրֆռա, կոկորդը պետք է աշխատի, որ այդ ձայնը դուրս գա եւ հնչեղություն ունի։ Գնացել ենք համերգներ, թատրոններ, ֆիլմեր ենք նայել։ Թատրոն, կինո, ամեն ինչ տեղը գնում ենք, իր մայրիկի հետ նույնիսկ կինո ենք տանում, թատրոն։ Երկուս էլ հաճույք ենք ստանում, Փափազյան նայես, Հրաչյան Ներսիսյան նայես եւ հաճույք չստանաս, այդ բան չի լինում։ Կարգին խելոք տղեկ ենք էլի, բավական ինտելեկտ զարգացած մարդիկ են։ Մեղր լսնեմ սրա մեջը։ Եթե ես եմ խմելու, այո։ Այդքան հիշողությունները ոչ մեկը չուներ։ Այո։ Զգալներ ենքան եմ տեսել արդեն անգիր եմ արել։ Տարիները չեն փոխել նրանց, արվեստով ապրող, գեղեցկությունը վայելող ու իրար գնահատող նույն սիրահար զույգն են։ Լավ նկարաչ է։ Ժամանակը հանդարտություն է բերել նրանց կյանք եւ նրանք կատարելագործել են իրար հասկանալու նուրբ արվեստը։ Ինչքան սիմպատիչն է տղա է, լավ է։ Թոթով սիրուն տղա եմ եղել, ես ինչ օրը քսեցիք ինձ այն մարդ է։ Ոչ մասկա գլխից, ոչ բան կանոն։ Միրուք տես սիպտակել արդեն, սև միրուքով տղա է իր։ Լավն է, չէ, դեղս տվին ձեռդ, որ նկարեն։ Ես էլ լավ նկար։ Թեյսեսուր են փափաղով նկարվել, երևի մոդա էր, այն ժամանակ փափաղներ գոյություն չուներ, էլի։ Ինչան սիմպատիչն է տղա է, հլամտի կարատի։ Գրատենեմ էլ ինչ էր։ Բա։ Այ ժամանակ եմ ծանոթացել, տես ինչքան սիրուն գեղեցիկ աղջիկ է։ Եվ ինձ խաբեց ամուսնացրին, էլի, դե հարին։ Ես էլ տես ինձ սիմպատիչն է տղա է, ինչքան մազ եմ ունեցել, իսկ դե ասում ես մազ չունես, հլա տես ինձ մազ ալել գլխի։ Ասել եմ ես։ Հետո Ես ու լավն ենք։ դու չես էլի, սարքել են էլի, սիրունացրել են։ Դեմից կար լավ աղջիկ ես։ Անմեղ իսան ես նամոնյան տեղ, ոնց որ թե հեչ գաղափար չունեն ասես երգիրիտ ես կյանքիդ։ Այդ սիմպատիչն աղջիկ է ծեղել։ Ինձ կեզ դեսոր ննգել։ Ես 20 տարեկան կլես։ Երևի։ Լավ աղջիկ ես։ Առավեցիր, մարե։ Լավն է շատ։ Մսերը, որ ես պետք է ուտեմ, տալիս էի կատույս։ Սատկեց։ Այն որում հետաքրքիր մի բան կա, պատմության մեջ գրված է, որ ամենահավատարիմ կենդանիները քատուներն են, բայց էգոիստ են վերինաշճանի։ Ես էլ դու ես, ջահել ժամանակվա նկարը։ Նայի, ինստիտուտում աշխատում է, ինստիտուտ։ Լավ ես արել աշխատել ես հետո, ես չեմ աշխատել։ Դիսերտացիա գրեցիք, չընդունեցին։ Էդ էր սովետի կարգ ու կանոնը, ինչ կարող ես անել։
Էսել իմ Վիլհելմ եղբայրը։ Վիլհելմն ասեց, ձեզ ինք դու լավ նկարիչ կդառնաս, գնա նստի սովորի։ Ես էլ դիսերտացիա էի անում, գիտություն էի անում։ Բայց խոստովի Վիլհելմին, որ գնամ գյուղ, երեխեքի հետ կպարապեմ, մի լավ նկարիչ կգտնեմ։ Գբերեմ, կասեմ, որ Բերդից նկարիչ դուրս եկա։ Չի մոռացել կնոջ եղբորը, արվեստաբան Վիլհելմ Մաթևոսյանին տված իր խոստումը։ Փնտրել ու գտնել Բերդում ծնված փոքրիկ վանգոգներին, նրանց օգնել ու թևութիկունք լինել։ Ես պետք է ասես ջանք թափեմ, որպեսզի կարողանամ դա անել։ Եվ այդպես էլ արես։ Ունեցել ենք փոքրիկ տուն։ Եկանք եւ սկսեցինք կառուցումներ անել։ Երևանից մինիստրությունից եկան եւ ճանապարհը դարձրեցին Վիլհելմ Մաթևոսյանի անվան ճանապարհը։ Վիլհելմ Մաթևոսյանի ռազմասենյակ ենք սարքել, սեղանն է, իր աթոռն է, հա, իր գիրագրականությունն է, իր լամպոչկան է, լավ գրքեր ունի հրատարակած։ Վիլհելմ Մաթևոսյանի արվեստի մասին բոլոր գրքերն հարկավոր ավարկի արվեստաբանները կարդան, որ իմանան արվեստը ինչպես է մեկնաբանվում։ Նկարել չեմ սովորել, երիտասարդ ժամանակս նկարում էի, ընդորում լավ էի նկարում։ Բիլիկի գրքերը կարդալով եւ ընդհանրապես նկարչության մասին գրականություն գոյություն ունեն։ Դրանց նայելով սովորեցի մոտավորապես թե ինչ պետք է արվի, ինչպես պետք է սովորեցնի երեխաներին նկարել։ Եվ ես էլ հետները սկսեցի նկարել։ Փառք Աստծո, որոշ բաներ գիտեմ էլի նկարչությունից։ Սամո ջան, քեզ են նկարում։ Ուղղվի։ Պարտադիր արձանի նմանելն են։ Չէ, արձանի նման չէ, բայց որ թեքված ընկնեմ ես, այդ ընծուղի խաղա։ Լեսինգ պապը շաբաթական 1-2 անգամ նկարել է սովորեցնում Բերդի երեխաներին։ Ամեն անգամ նա վրձնով ու ներկերով մի նոր պատմություն է պատմում փոքրիկ նկարիչներին։ Ու առաջի օրը նկարելուց ես կտունը շեվի։ Աչքա չափով նայեցես ինչքան է իր տակը, ինչքան է վերևը։ Որտեղից ես սովորել եք մատիտով չափ եք վերցնում։ Աչքդ պետք է իմանա այդ չափերը։ Անոչար սովորեցնում եմ երեխաներին, որովհետև լավ տղաներ, լավ երեխեք կան, որոնք վճարել ունակ չեն։ Ով կարող է վճարել, չես կարող նրանից փող վերցնել, նրանից չվերցնել։ Այդպես չի լինում։ Դրա համար անվճար, բոլորին անվճար։ Ինչ որ պետք է ես եմ առնում այդ ամեն ինչը եւ գալիս են իրար նկարում են, տոնում գնում են։ Դա տենց սկսել ես որոշ շապով լավ նկարել։ Ամեն ինչ չի որ փողով է։ Կյանքը միայն դրա վրա չի հիմնված։ Ճիշտ է։ Հնարավորությունները մեզ շատ սուղ է, բայց մենք այդ դրան ուշադրություն չենք դարձնում։ Ավելի լավ է երեխաները սովորեն, քան թե մենք ինչ-որ գումար աշխատենք։ Երևի որոշ չափով նմանվել ենք։ Նա իր բնավորություն ունի, ես իմ բնավորություն ունեմ։ Բաներ կա, որ ասենք ինքը գերադասում է, ես չեմ գերադասում։ Շատ լավ բնավորություն ունի իր համար։ Դի հարմարվես, գիտեք ինչ կա, ինձ բողոքում են միշտ, որ իմ բնավորության հետ չեն հարմարվում։ Ես մի քիչ ռեալ եմ, չոր եմ։ Հետաքրքիրն է, որ ընդունում են երեխաները իմ այդ կոպտությունը։ Ինքը մեղմ է այդ կողմից, ինքը այդպես չի անում։ Կարող է պատահի, ասենք, ինչ-որ այդտեղ դուրը չգա, ասի, որ դուրը չի գալի, այդ պրծավ։ Ինչ-որ կարող է կոպտեսել, կանանի նեղանա խռովի, մի երկու օր չխոսա հետդ, բայց հետո հոսա, ինչ է։ Ես տեղ եմ նստում, հա։ Ես քեզ համար դեղ եմ վերցրել, որ հանկարծ վատս գաս, ասա, որ տամ խմես։ Ինքը սպանում է իր հոգատարությամբ։ Այնպես անում, որ ես ասում եմ, հերիքա, բոլա, մեղք եմ էլի։ Եվ ինքն էլ բողոքում է, որ ես հոգատար չեմ, բայց ես ավելի հոգատար եմ, ճիշտ եմ ասում։ Նա էլ է հոգատար, ես էլ եմ հոգատար։ Հոգատարությունը դա է, որ չենք ուզում, որ մեկը տանջվի, մեկը ոչինչ չանի, չի կարելի այդպես։ Միշտ զարմանում եմ, որ ասեն խանութ եմ գնում մենակ։ Ես վերջի տարիներին առետուր չի ուզում անել։ Արածած բանն էլ կամ կհավանի, կամ չի հավանի։ Բոլորն էլ արդեն սովորում են, մենք միշտ միասին ենք գնում։ Ինքը որ լավ չի զգում։ Հիվանդ է, ես չեմ կարող նրան մենակ թողնել, մեքենայով որևէ տեղ գնա։ Անհանգիստ եմ լինում։ Միշտ միասին ենք եւ միասին էլ կլինենք։ Այդպիսի բան չկա, որ անջատվենք միասին ու ասենք, հա, դու ընդեղ գնա, դա ընդեղ գնա։
Պապի, չի պապի, պապի, տատի։ Պապի ջան։ Լեսինգ պապը օրվա մեջ գույներ ու պատկերներ որսալու է գնում այն բնականությամբ, ինչպես շատերը առօրյա մթերք գնելու։ Դե հիմա վարուցանք չեմ կարող անեմ, ֆիզիկական գործ արդեն չեմ կարող անել, նկարչությունը մեկ մի քիչ անեմ։ Հոգնել ենք, մեծացել ենք արդեն, դժվար է մեզ համար։ Լավ չեմ նկարում։ Նորություն է ինձ համար։ Հա կխոսամ, ինչքան ուզես կխոսամ։ Շատախոս չի։ Լեսինգը, որ ինչ-որ բան է ուզում պատմել, որպեսզի տեղ հասցնի մարդկանց, ինքը երկար բացատրում է։ Իսկ ես երկար չեմ կարող, չեմ սիրում երկար խոսել, երկար բացատրել։ Համո։ Ես եմ քեզ խորհուրդ թե դու ես։ Երկուս էլ իրարով կատարենք։ Հա, երկուս էլ հոգատար մարդիկ ենք։ Առավոտը որ վեր եմ գերում քրտնածել եմ գալիս է ինքն էլ անում սրբում։ Ինքն էլ վեր գնում քնի տեղից։ Ես հոգատար եմ քո նկատմամբ։ Հոգատարությունը եկել է ամուսնության տարիներից եւ այն դպրոցական տարիներից։ Այո։ Դա մի բառով չես կարող ասել։ Ես նեղած կոտեմ բարձր։ Ոչ մեկս էլ նեղած կոտ չենք, մեկս մյուսի չենք Ես նեղացնում։ շատ լավ էլ նեղած կոտեմ։ Հա։ Հա։ Որին սուրճ եմ ուզում չեն տալի, կավաց կտրած գնաց ես եմ եփում։ Ինչ կարծիք ես շատախոսության մասին։ Ինչի։ Ով է օրինակ մեզնից շատախոսը։ Ես։ Խիդա վարչի, ես։ Ես շատախոս չեմ եղել։ Մեր տանը լռություն է։ Եթե մարդ եկա, լեսինգը կգա խոսի։ Եթե մարդ չկա, լռություն է։ Եթե գալիս է հյուր, ես սկսում եմ խոսել եւ իրանք ասում են թե շատ ես խոսում։ Լավ եմ անում։ Քանի կամ պետք է խոսեմ թե չէ։ Քանի տարի ենք ապրել զամի 100-ից հետո։ Ես չգիտեմ վաղ ինչ կլինի մեզ հետ։ Դե ուրեմն մենք չգիտենք թե 86-ից հետո Դա անորոշ է։ 89-ը կլինի թե չէ։ Բայց որ լինի դες հրավիրելու ենք, չկարծեք թե մենք կպատնենք։ Ես զանգակ եմ դու։ Դու բամբակ ես։ Դու բամբակ ես։ Ես եմ բամբակ թե դու։ Չես կարող ասել։ Ինքը զանգակն է, ես էլ բամբակն եմ։ Ինքը բամբակն է, ես էլ զանգակն եմ։ Լսո ջան։ Էլմիրա տատի ձեռքերն էլ իրենց պատմությունն ունեն։ Դրանք միշտ աշխատել են մեղվի նման։ Արիտես լեսինգ գործերա, սոնց գործեն անամացոտանը։ Ես լեսինգն նկարել, չկարծես թե սա չի եղել։ Ես լեսինգը նկարել, ինքը ձեռագործ արել։ Անգլերեն այբուբենը ես չեմ նկարել։ Ես անգլերեն չի լսում։ Ինչ տարբերություն էլ եմ ես նկարել։ Չքնա գործես արել, Սամոջան, ստես բան երբեք չեք տեսնել։ Դες ես նկարել, իդու ասում ես վատնա։ Վատնա, ես լավ նկարա։ Ես էլ հո ես եմ արել։ Ես լավն է։ Լավ ես արել Սամոջան։ Խոսքը մեր մեջ շատ լավն է, էլի։
Բա, տեսել եք դու սենց բան, հա? Ինչ հասած չեմ արել, լավ ուշ եմ, որովհետև սենց սիրուն գործեր ենք արել էլի։ Դժվար չէ միասին կես դարից ավելի ապրելը, հարցնում են։ Դժվարն առանձին ապրելն է։ Պատասխանում են նրանք մեկը մյուսի խոսքն առնելով։ Ես ինչ հրաշքա։ Ատես ինչ կրակ եմ արել կեց համար, Լեսինգ պապն ու Էլմրատատն այսօր էլ այնպես են ձեռք-ձեռքի քայլում, ասես այսքան տարի սիրով միասին ապրելն արդեն արվեստ է։ Վայելում են ոչ թե տարիները գլորելով, այլ միմյանց ջերմացնելով։ Մեջքը ցարչում է, լսի դա։ Ու հիմա սիրո ու համբերության բոլոր քննությունները անցած, վայելում են միասին լինելու ուրախությունը։ Մեջքը սարը ո՞թա ուտել։ լավ էլի։ Ինչքան երկար ապրեցինք այս կյանքում, շատ ապրեցինք։ Շնորհակալ եմ, մրգուն է։ Այ աշխատ, Ինչ է։ այնքան լավ բան կա աշխարհի մեջ։ Միշտ ասա։ Այնքան այնքան չքավորություն տեսանք, ախտություն տեսանք, չէ՞։ Լավ, լավ, այսպես էլ ալի։ Անմահացանք էլի Սամոջան նկարեցին։ Կարող է պատահել, կասետը մի երկու անգամ ֆռռացնեն, ոսոն ես ինչ հրաշ մարդիկ հարից դրեկանեն ու կրակի առաջ նստած։ Եթե մենք հասել ենք 86 տարեկան, հլա մի այդքան էլ կապրենք, չես հավատում։